Այն ամենայնիվ հարգելի բարեկամներ, պետք է ֆիքսենք, ընդունենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետին ստացվեց իրագործել երկու մինիմալ պլաններ 26 թվականի ընտրությունների համատեքստում։ Նա իրեն ընդդիմություն կարգեց մի կողմից 2 միլիարդատերերի, 2 մեծահարուստի, իսկ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը աղքատության մեջ է, եւ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը ատում է մեծահարուստներին։ Եվ Փաշինյան Նիկոլը կամ ռեժիմը դա շատ լավ հասկանալով կարողացավ ընտրությունների նախաշեմին կարգել Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրին հակառակորդ 2 հայ մեծահարուստների՝ Գագիկ Ծառուկյանին եւ Սամվել Կարապետյանին։ Սա մեկ։ Երկրորդ, Փաշինյան Նիկոլը նաև կարողացավ իրեն գաղափարական հակառակորդ կարգել ընտրությունների նախաշեմին ուռա պատրիոտներին, որոշ ուլտրա ազգայնականներին, ավելի կոնկրետ դաշնակ մաշնակներին, որպեսզի կարողանա հասարակությանը վաճառել խաղաղության կեղծ թեզը։ Էլ եմ ասում, մի կողմից 2 մեծահարուստ, մյուս կողմից դաշնակ մաշնակներ, գաղափարական հակառակորդ։ Եվ այս ամենը իրականացնելով Փաշինյան Նիկոլը ստացավ մրցակցային լրջագույն առավելություններ ընտրություններից առաջ։ Իհարկե ունի այլ առավելություններ, վարչական ռեսուրս կա եւ այլն, այսինքն եթե օրինակ 2008 թվականին իշխանությունը կեղծում էր ընտրությունները, այնպես չէ որ Փաշինյան Նիկոլը անշնորհք է այդ առումով եւ ինքը չի կարող ընտրություններ կեղծել։ Բայց ունենալով ընտրությունները կեղծելու ռեալ ռիչակներ, լծակներ, ինքը ստանում է նաև իշնորհիվ Սամվել Կարապետյանի, իշնորհիվ Ծառուկյան Գագիկի եւ իշնորհիվ դաշնակ մաշնակների մրցակցային լրջագույն առավելություններ։ Շնորհավոր ենք Փաշինյան Նիկոլին իր ձեռքբերման համար, հարգելի բարեկամներ։ Մարդ ով բացարձակապես վարկանիշ չունի Հայաստանի Հանրապետությունում, այսպիսի առավելություններ է ստանում, ես չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանը կամ Ծառուկյան Գագիկը կամ դաշնակ մաշնակները այսքանը չհասկանալով են մտել այս ամենի մեջ։ Շատ լավ նրանք հասկանում են, նրանց թիմակիցները հասկանում են, բայց շարունակում են իրենց գործը։ Ենթադրում եմ, որ մեջտեղը կան մեծ փողեր դրա համար։ Պարոն Կարապետյան, դուք եւս մեկ անգամ ձեզ հարց եմ տալիս, եւս մեկ անգամ ձեր թիմակիցներին հարց եմ տալիս։ Դուք եկեղեցու համար եք պայքարում։ Դուք դեմ եք Փաշինյան Նիկոլին, պարոն Կարապետյան։ Բայց Ծառուկյան Գագիկը եկեղեցու ավանդույթներն է խախտում, ինչու ձեն չեք հանում։ Կալանքի մեջ եք, հասկանալի է։ Ձեր թիմակիցների լռությունը ինչով է պայմանավորված։ Ձեր թիմակիցների տեղի ունեցող այլանդակության վերաբերյալ գնահատականի բացակայությունը ինչով է պայմանավորված։ Իսկ տեղի է ունենում իսկապես մեծագույն այլանդակություն։ Ոտնահարել 2000-ամյա եկեղեցի, որը հիմնադրվել է Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների կողմից, Քրիստոսի առաքյալների կողմից, այդ եկեղեցու ավանդույթները ոտնահարելով, եկեղեցու բարձր դասի հայտարարությունները ոտնահարելով։ Մենք չենք խոսում, առանձին եկեղեցականների մասին, խոսում ենք ինստիտուտի մասին եւ խոսում ենք ավանդույթների մասին։ Այդ ամենը ոտնահարելով
տիրոջ արձանը տեղադրել է։ Սա ինչ է, եթե ոչ այլանդակություն։ Եվս մեկ անգամ, պարոն Կարապետյան, ձեր եւ ձեր թիմակիցների լռությունը ինչով է պայմանավորված։ Ես ելի եմ ասում, ես վստահ եմ, որ ժամանակը կգա եւ մենք բոլորս կհասկանանք, որ Ծառուկյան Գագիկի արածը ոչ պակաս հարված էր եկեղեցուն, քան թե այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Գագիկ Ծառուկյան, մտել եք պայքարի մեջ, դուք դեմ եք Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Գագիկ Ծառուկյան, մտել եք պայքարի մեջ, դուք վաղը դեբատների ժամանակ Նիկոլ Փաշինյանին պիտի ասեք, Նիկոլ Փաշինյանի դեմը պիտի դնեք այն հանցագործությունները, որն իրականացվել է այս ռեժիմի կողմից։ Ասում եք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին։ Դուք վաղը մյուս օրը, պարոն Գագիկ Ծառուկյան, խոսելու եք նրա մասին, որ 18 թվականին կեղծ հեղափոխություն է եղել, վաղը դուք խոսելու եք այն ռազմական հանցագործությունների մասին, որը տեղի է ունեցել 44 օրյա պատերազմի ժամանակ իմիջայլոց խմբակցություն եք ունեցել։ Դուք ունեցել եք, դուք ձերբակալված եք եղել, բայց ունեցել եք խմբակցություն։ Այսինքն տեղի ունեցածը նաև ուղիղ ձեր վերահսկողության ներքո է եղել, դուք այդ ամենի մասին խոսելու եք։ Մարդիկ իրար հերթ չտալով ազատվել են բանակից, փախել են բանակից, խոսքը վերաբերվում է դաշնակ պատգամավորներին։ Ճնշող մեծամասնությունը բանակից փախած, ճնշող մեծամասնությունը բանակից խուսափած, խաղում են ուլտրաազգայնականներ։ Եվ նրանց հռետորաբանությունը անպայման պետք էր, որպեսզի Փաշինյան Նիկոլը կարողանար իմպլեմենտացնել, այսպես ասենք, խաղաղության թեզերը։ Մարդիկ դեմ են թրկասմանը։ Դաշնակ մաշնակներ, քանի կուսակցական եք եղել ձեր կուսակցության հետ, քանի կուսակցական է եղել, ձեր կուսակցության հետ աֆիլիացած քանի մարդ է եղել, թրկասմանը դեմ եք, որ ադրբեջանցիների հետ կոլաբորացիոն պայմանավորվածությունների մեջ է մտել։ Դաշնակ մաշնակների մարդ է եղել, ով աֆիլիացված է եղել ձեր կուսակցության հետ, ովքեր խոշոր վարկեր են ունեցել Արցախում գործող բանկերից։ Քանի մարդ է եղել, ով փոխառություններ է վերցրած եղել Արցախի ներդրումային հիմնադրամից, ով հեկերը վաճառել է ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացիոն է ստացել։ Այսպիսի հետագից ունեցած կուսակցությունը, այսպիսի հետագից ունեցած հանցավոր բանդան կարող է ռեժիմի հետ հակառակ լինել, կարող է ռեժիմին դեմ լինել, չէ դուք դեմ չեք, դուք կողմ եք դեմ լալով, գործ է անում եք, փող է ստանում եք, քտերից գա այդ փողը։ Եվ ես վստահ եմ կգա մի օր այս փաստերը ամբողջապես գլխավոր դատախազի կամ ներքին գործերի նախարարի կամ ազգային անվտանգության ծառայության որևէ տնօրենի կողմից դրվելու է հասարակության առաջ, այսինքն անունով եւ ազգանունով այն դաշնակի, այն հանրապետականի, ով կոնկրետ Արցախում տեղի ունեցած տնտեսական մեծ մասշտաբ ունեցող այդ հանցագործության մեջ շահառու է եղել, այդ անունները դրվելու է, եւ այդ հիմքով այդ կուսակցությունները ուղղակի ճանաչվելու են օրենքից դուրս, ինչպես նաեւ այս ամենի գլխավոր պատասխանատուներից մեկի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվելու է կոնկրետ քրեական գործ, ոչ թե այն գործերը, որը հիմա կա, այլ կոնկրետ քրեական գործ, ինքը պատասխան պիտի տա այս ամենի մեջ ամենը թույլ տալու, ամենը իրականացնելու, ամենի մեջ թաթախված լինելու համար։
բան կա, մի падգամավոր կա քաղաքացիական պայմանագիր։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, որը 2017 թվականի նոյեմբեր ամսին փաստացի լուծարվել է կրիզիսի հետևանքով, որևէ մեկը այդ թեմային չանդրադարձավ։ Որևէ մեկը, որևէ մի падգամավոր, որ չասես թե պարոն 16-րդ վարչապետ կամ պարոն Նիկոլ Փաշինյան, այդ ինչ կրիզիս է եղել 2017 թվականին, որ կուսակցությունը փաստացի լուծարվել է։ Այդ ինչ է եղել։ Բա դեմոկրատիայի մասին ես խոսում, այդ ինչ կրիզիսի մասին է խոսքը։ Այդ ում ես ուզեցել դու 2017 թվականին Ախուրյանում տեղի ունեցած ընտրությունների, համայնքային ընտրությունների ժամանակ ում ես ուզեցել տալ ընտրական տեղամասի ԿՊ-ին բաժին հասած 4 ձայները, որ Համբարձումյանն Արթուրը թույլ չի տվել, կարող է հանրապետականին ես ուզեցել տալ։ Որևէ մեկը այդ հարցը չտվեց։ Որևէ մեկը ընդդիմություն են։ Քաղաքացիական պայմանագիր այդ լուծարված կուսակցության, փաստացի լուծարված մորտափող եղած ֆունկցիոներներից մեկը դեպուտատ ասում է մենք պետք է թույլ չտանք, որ մարտի 1-ի հանցագործները մոտավորապես են մեջ բերում։ Այդ խմբակցության ղեկավարն է, թե քարտուղարն է, չգիտեմ էլ դրանց պաշտոնները։ Ուղղակի հարկ համարեցի անդրադառնալ։ Մենք պետք է թույլ չտանք, որպեսզի ասում է մարտի 1-ի հանցագործները վերընտրվեն, քաղաքացիները նրանց տան քվե։ Մենք պետք է թույլ չտանք, որ երկիրը թալանացները Կոնջորյան Հայկը եւ Իշկնիկը լավ տեղավորվել են։ Բանակից փախած մարդ ում քավորին պարլամենտում գցել էին քացուտակ ծեծում էին, ինքը կողքից նայում էր։ Սա է այդ անձնավորությունը եւ հիմա խոսում է մարտի 1-ի մասին։ Եվս մեկ անգամ Կոնջորյան Հայկին եւ իր կոմպանիային։ Տղա մարտի 1-ի գործով Սերժիկ Սարգսյանը անցնում է։ Տղա, այդ տղա մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանը անցնում է։ Իսկ կարող է մի օր պարզվի, որ մարտի 1-ի հանցագործությունների մեջ թաթախված որոշ արցախցիների պարտքերը քո վարչապետը, քո ղեկավարը հեչ է արել։ Կարող է այդպիսի բան պարզվի։ Մի օր կարող է պարզվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փողերը 2018, 2019, 20, 21, 22 թվականներին գնացել եւ հանգրվանել են մարտի 1-ի հանցագործների գրպանները։ Կարող է այդպիսի բան պարզվի։ Ու այսքան բանից հետո դու խոսում ես մարտի 1-ի մասին, քեզ չես հարգում, գոնե քո ծնողներին հարգի։ Կոնջորյան Հայկ $800 միլիոն է դուրս գրվել։ 70%-ը կառավարությունն է ստանձնել, 30%-ը առևտրային բանկերը դուրս են գրել։ Մարտի 1-ի հանցագործության մեջ թաթախված քանի ստահակի վարկ է դուրս գրվել 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Վարչապետի որոշմամբ, դու դեռ մարտի 1-ից ես խոսում, քանի հոգի է պատիժ կրում մարտասպանությունների համար, դուք դեռ մարտի 1-ից եք խոսում։ Կոնջորյան Հայկ եւ կամպանիա մարտի 1-ի դեպքերի ժամանակ Փաշինյան Նիկոլը վերջը ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ է եղել, ազգային անվտանգության ծառայության գործակալ է եղել, թե ընդդիմության կողմից է եղել։ Բոլոր փաստերը, փաստարկները post factum խոսում են նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը եղել է ԱԱԾ-ի վերահսկողության տակ։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, ձեզ հարց են տալիս, ասում են Կարլոսի ժամանակ, Կարլոս Պետրոսյանի ժամանակ ինֆորմացիա եղել է, որ հավաքը գրված եղել, ասում եք այդ տարիներին 2000-ականների սկզբների մասին է խոսքը, ինքը փոքր ֆիգուր էր, որպեսզի զեկուցեին ինձ, շատ լավ։ Գորիկ Հակոբյանի ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը փոքր ֆիգուր, հա։ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը փոքր ֆիգուր։ Հիմա ես եմ ձեզ երթական անգամ հարց տալիս։
Ձեզ զեկուցել են մարտի 1-ից 5 պակաս 2007 թվականի սեպտեմբերից հետո եւ 2008 թվականի սկզբներին, որ Նիկոլ Փաշինյանը հավաքը գրված է ազգային անվտանգության ծառայության կողմից։ Այո, թե ոչ։ Ահա այս ֆարսն է, որ թույլ է տալիս Կոնջուրյան Հայկի պեսներին դուրս գան եւ խոսեն մարտի 1-ի մասին, ակնկալելով նոր ձայներ։ Եվ կստանան իրենք այդ ձայները, ես վստահ եմ։ Կստանան, որովհետեւ ընդդիմություն կոչվածը այս հարցերի վերաբերյալ պահում է լռություն եւ երբ որ դաշնակ մաշնակին Գյումրիում հարց են տալիս այս թեմաների վերաբերյալ, կեղծ հեղափոխության վերաբերյալ, փոխառությունների վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես հակոտնիա, որպես անտագանիստ նախկին թալանչիներին, բայց նախկին թալանչիների պարտքային պարտավորությունները հեչ է անում։ Այս հարցը երբ տալիս են դաշնակ մաշնակներին, այդ ուխտադրուժ ստահակները ասում են եկեք չփորփրենք անցյալը։ Եկեք չփորփրենք անցյալը, ոչ ոք չի ասում։ Եկեք պարլամենտը թող գնահատական տա, թե Վասակ-Սյունին դավաճաներ, հերոսեր, թե ինչ։ Որպեսզի դուք էլ ասեք անցյալը չփորփրենք, մենք խոսում ենք մենք այսօրվա մասին։ Եվ այսօրվա մասին չխոսելն է, որ Փաշինյան Նիկոլի պեսներին հնարավորություն է տալիս պաշտոնավարել եւ վարի տալ երկիրը։ Թրամփի ուղին կգործի թե չի գործի։ Հայաստանի Հանրապետությանը նոր հնարավորություններ կբացվի։ Սուեցի ջրանցքի վրա վերահսկողություն կտրվի Հայաստանի Հանրապետությանը։ Օրմուզյան պրալիվի վրա վերահսկողություն կտրվի Հայաստանի Հանրապետությանը։ Դու Պանամայի ջրանցքը կտրամադրեն ամբողջապես Հայաստանի Հանրապետությանը, թե չեն տրամադրի։ Եթե հայ ժողովրդին ներկայացնում են այս ջոչերը, մենք ապագա չունենք։ Այս հանրապետությունը ոչ միայն իրավունք, այլ շանս չունի գոյատևելու, որովհետև այս հանրապետությունը ղեկավարում են բարոյական օրենքների զուրկ, մորալ օրենքների զուրկ, պետությունը մոզանոցի վերածած ստահակները, շանս չունենք։ Ուզում է կազմակերպությունը, որը պետք է կառուցի այդ ճանապարհը, որը պետք է վերահսկողություն սահմանի, 26%-ը լինի հայերին, 74%-ը Հայաստանի Հանրապետությանը չպատկանե, կամ 99%-ը պատկանե հայերին, Հայաստանի Հանրապետությանը 1%-ը պատկանի ադրբեջանցիներին։ Սա երկրորդական հարց է։ Այս խաղի կանոններով, այս իրավիճակով մենք գոյատևելու որպես հանրապետություն, ոչ միայն, թեպետ սա արդեն հանրապետություն չէ, ոչ միայն շանս, ոչ միայն իրավունք, այլև շանս չունենք, որովհետև դուք երկիրը դարձրել եք ձեզ նման, ինչպես որ դուք եք, ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, մորալ օրենքների զուրկ մոզեր, այդպիսին էլ սարքել եք պետությունը։ Դուք խումար եք խաղում, դուք ձեր լրատվականներով, ձեր վերլուծականներով, ձեր դեպուտատներով, ձեր նախարարներով, ձեր խմբագիրներով, բլոգերներով, դուք խումար եք խաղում մի ողջ ազգի հետ։ Դուք խմում եք մարդկանց արյունը։ Եվ տա Աստված գա այն օրը, երբ հայը կազատվի ձեզանից։ Ու այդ օրը գալու է։